Հայի համար բախտորոշ եւ ճակատագրական պահին ազգնի միախմբել ու միասին հանուն գաղափարի, հանուն ազատության եւ մայրհողը թշնամու ոտնձգությունից զերծ պահելու համար համախմբվել գիտե։ Արցախյան պատերազմը մեկ անգամ եւս համախմբեց ազգի նվիրար զավակներին, մարդկանց, ովքեր զգալով, որ վտանգված է հայի ինքնությունն ու հայոց երկրի սահմանները, բռունցքվեցին հանուն ազատագրական պայքարի։ Սիսյանցին էլ այրյան կանչով ոտքի ելավ, զենք վերցրեց, որ տա իր բաժին կռիվը։ Մի քանի տասնյակի հասնող կամավորականները քայլերն ուղեցին դեպի Սյունի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ահեղ ու պարտադրված պատերազմում ապավինելով նաև Աստծո զորությանը։ Նրանց շարքերում էր նաև 38-ամյա Բեխմորուսով մի առնական տղամարդ Գագիկ Դանելյանը, ում հետագայում մարտական ընկերները Մորուք Գագու անվանեցին։ Այսօր մեզ հասածիզակի կադրերում նախաճը ձեռքին աղոթում է բոլորի համար, որ թշնամունեն գնդակը չդիպչի նրանց։ Մարտի դաշտում միշտ առաջիններից էր, այնտեղ էր, որտեղ վտանգն ավելի մեծ էր։ Գագիկ Դանելյանը մասնակցել է Հայաստանի հարավ-արևելյան սահմանների պաշտպանական մարտերին, Լաչինի մարդասիրական միջանցքի, Քելբաջարի, Կուբատլուի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Ջաբրայելի եւ շատ բնակավայրերի ազատագրական գործողություններին։ Երբ արդեն հաստատվեց հարաբերական անդորը, Գագիկը իր շատ ընկերների հետ հայրենի օջախ վերադարձավ, որտեղ նրան սպասում էին 5 երեխաներն ու կինը։ Պատերազմից հետո էլ նա շարունակեց աշխատել զինված ուժերում իր մարտական փորձն ու հմտությունները փոխանցելով երիտասարդներին։ Ահեղ պատերազմի բովով անցած Գագիկ Դանելյանին, սակայն, այլ ճակատագիր էր սպասվում։ 1997 թվականի փետրվարի 12-ը բախտորոշ եղավ նրա համար։ Տրակտորով դեպի Արևից գյուղի մարտական դիրքեր տանող ծնածած ճանապարհը բացելիս տրակտորը վթարի ենթարկվեց, դառնալով Գագիկի մահվան պատճառ։ Նա մահվանից հետո շարունակում է ապրել բոլոր այն մարդկանց ուշերում, ովքեր նրա հետ մի կտոր հաց են կիսել, մարտի են մասնակցել, անգամ հասցրել մեկ բառ փոխանակել նրա հետ։ Մահացավ ապրողների հուշերում թողնելով բարի հիշողություններ, զավակներին պատգամելով, սիրել ու հարկ եղած դեպքում պաշտպանել հող հայրենին։